այսպես ասած, մեր ոսկե, նաև մեր երկրի համար ոսկե ռեսուրս են իրավական վերահսկողություն իրականացնելու համար։ Եվ մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես անենք, որպեսզի այդ ամբողջ ներուժը, որը անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրում օրինականությունը պահպանվի, քաղաքացու ձայնը պահպանվի, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի վերահսկողություն, իսկ արդյունքների նկատմամբ լինի վստահություն եւ այլն, որպեսզի այդ ամեն ինչը չփլուզվի այս գործողությունների արդյունքում։ Դա դեռ մինչև վերջ հələ չգիտենք ինչպես պետք է անենք, կմտածենք դրա մասին, ապագայում տեղակ կտանք։ Մի վարքյան եկեք, ով որ դեռ չի հասցրել հարցնել, դուք չի հարցնի։ Պարոն Խարատյան, նշեցիք, որ սահմանադրական դատարաններից ինչ ակնկալիքների մեծ սահմանադրական դատարանից եւ ձեր կարծիքով արդյոք այս ամենը դիտարկված չեն արել, որպեսզի լուծումների մնա 4 ամիս, 3 ամիս եւ դուք որևէ արդյունք չկարողանաք դրանց հետեւու սահմանադրական դատարան։ Եկեք վերջից սկսեմ ձեր հարցի, հա, ես կարծում եմ, որ եւ մենք նշեցինք դա այո գիտակցված արված։ Եվ ձևի եւ բովանդակության տեսանկյունից գիտակցված արված։ Այսինքն օրինակ մեր համար բացարձակ բաց չի, ինչի համար է պետք հրավիրել արտահերթ նիստ եւ այսպես ասած արտակարգ ռեժիմով ընդունել այսպիսի օրենքից ինչ է երկրի վրա ագրեսիա է տեղ ունեցել, այս ինչ է եղել էլի, ալմոլորականներ են մտել մեր երկիր, այս ինչ է տեղ ունեցել, ինչի համար է պետք այս ռեժիմով օրենք ընդունել 24 ժամվա մեջ առաջ եւ երկրորդ ընտրությունները, իրական 24 չէ, ոնց որ հասկանում եք 8 ժամվա մեջ առաջ եւ երկրորդ ընտրություններ անել եւ այլն եւ այլն։ Սա բացարձակ աբսուրդի ժանրից է, հասկանալի է, որ իրանք ինչ որ իմաստով դրանով նաեւ դրսևորում են եւ իրանք խոճապը եւ իրանք վախը, եւ դա բացատրություն ունի։ Հանրային կարծիքի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ վարչախումբը օրինական ընտրություններով վերարտադրվելու հնարավորություն չունի։ Եվ դա նշանակում է, որ իրանք բոլոր հնարավոր միջոցները պետք է անեն, որպեսզի ընտրությունները լինեն ոչ օրինական, որպեսզի հնարավոր լինի օրինակ ընտրություններում մաքսիմալ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառել։ Այն ինչ որ մենք ականատեսել ենք Վարխաչապատում, այն ինչ որ մենք արձանագրել ենք բազմիցս, եւ այն ինչ որ իդեպ կարողացել ենք նաեւ մասամբ կանխել։ Այդ ամբողջ հակազդեցությունը դրանից է եկել, որ իրանք սկսում են հասկանալ, որ մեր պես դիտորդական առաքելությունը, որը ենթադրենք յուրաքանչյուր տեղամասում ներկայացված է 2 դիտորդով, ունի շրջիկ խմբեր, ունի իր հետ լրատվամիջոցներ աշխատող եւ այլն, նա կարողանում է ինչ-որ չափով ոչ բացարձակ, բայց ինչ-որ չափով արգելապակել ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, ինչ-որ չափով արգելապակել ընտրախախտումներ եւ այլն։ Նրանց նպատակն է, որ այդ հակազդեցությունը իրանց հնարավոր ապագա ընտրակեղծիքներին իրենք կարողանան վերացնել։ Այո, դա է։ Հիմա ձեր հարցի առաջին մասը, ինչ ակնկալիք ունենք սահմանադրական դատարանից, այդ հարցին շատ դժվար է պատասխանել։ Շատ դժվար է պատասխանել, դուք հասկանում եք, որ սահմանադրական դատարանը ցավոք հայտնվել է վարչախմբի ազդեցության տակ, ուստի եւ բացի դրանից սահմանադրական դատարանում գործերը շատ երկար ընթացակարգով են գնում, այնպես չի որ դուք կդիմեք, իրանք բարույթի կընդունեն, այնպես չի որ բարույթի ընդունելուց հետո իրանք մի ամսում կարձագանքեն, ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրությունների համատեքստում այդ գործիքը չի հասցնի որևէ նորմալ արդյունք տալ, բայց ես արդեն ասացի, որ մենք կմտածենք նրա մասին, որ բոլոր դեպքերում միջոց գտնենք, որպեսզի ընտրության նկատմամբ վերահսկողություն տեղի ունենա։ Լավ, դուք կարծում եք։ Ես ուզում եմ ճիշտ հասկացա, այսինքն դուք պայքարելու եք ամեն դեպքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, սակայն եթե ձգտեք հնարավորությունից, այդ դեպքում մասնակցելու եք համապետական ընտրություններին։ Ես այդպես չասացի, ես ասացի, որ մենք բոլոր դեպքերում մասնակցելու ենք համապետական ընտրություններին, ինչ ձևով դա մինչև վերջ դեռևս որոշված չի, բայց նաև կփորձենք անել այնպես, որ այն մարդիկ, որոնք մեր մոտ դիտորդական կրթություն են անցել, իրանք եթե նույնիսկ մեր հետ միասին չեն մասնակցում դիտորդական առաքելությանը, իրենց ներուժը եւս օգտագործվի։ Հա՞։ Դուք կարծում եք։ Պարոն Շուլան, տեսեք, որքան ասում եք հապշտապ, արդեն 2 օր է։ Ինչ որ կոնսուլտացիաներ պարլամենտական ընդդիմության հետ արդեն սկսվել են, ընդդիմության կողմից նախաձեռնողականություն կա, որովհետեւ որքան էլ փաստի առաջ հայացքն